Բարևձեզ, սիրելի ագնտիրներ, Australia Live by Armenia Media արցանց հերուստագայանեն գրգին անգամ գմիանանք ցեզի հարցազրույցներով հայդակրով։ Այսօր մենք բադիվը ունենք մեր հետ ունենալու որպես զրուցակից Արցախի մարդու իրավունքներու պաշտպան բարոն Քեգամ Ստեփանյան, որ օրերս կգտնվի Ավստրալիա, հրավերով Ավստրալիո հայտարարի հանձնախումբին, որբեսի իր մասնակցությունը բերե Ավստրալիահայ համայնքեն ներս դեղի ունեցած ապրիլյան եղերնի հայոց ցեղասպանության 110-րդ ամյակի ողջագոչման հանդիսություններուն միջոցառումներուն, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներու հետ որոշ հանդիպումներ եւ դեսակցություններ ունենալու։ Ուրեմն նախ բարի եկած եք բարոն Քեգամ, ինչպես եք։ Շնորհակալություն եւ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ավստրալիայի համայնքին նախ հրավերի համար, իսկապես մեծագույն պատիվ է լինել այստեղ հայ ժողովրդի համար այս կարևոր օրերին, հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցել եւ ուրախ եմ, որ բավականին ջերմընդունելության եմ արժանացել համայնքի կողմից։ Այո, վստահ համայնքը պիտի ընդուներ ցեզի, որովհետև գիտեմ, որ շատ մեզ մենք հաջող մամուլի էջերով մեդիայի դարբեր հարթակներու վրա դեսած ենք ձեր ելույթները եւ ինչպես նաեւ հետեւած ենք ձեր մեծ աշխատանքին առաքելության, որ դարած եք անցնող քանի տարիներուն։ Նախ եկեք սկսենք ձեր այցելութենեն։ Հիմա որ քանի օրը արդեն իսկ կգտնվիք Ավստրալիա, ինչպես էր մինչև օրս, ինչպիսի ծրագիրներու մասնակցեցաք, ինչպիսի այցելություններ ունեցաք։ Ծրագիրը այցի ամբողջ ընթացքում պլանավորված է այնպես, որ հասցնենք հանդիպել եւ շփումներ ունենալ հայկական համայնքի տարբեր կազմակերպությունների հետ, տարբեր անձանց հետ եւ նաեւ հնարավորություն ստեղծվի հանդիպելու, քննարկումներ ունենալու Ավստրալիայի քաղաքական տարբեր գործիչների հետ։ Հիմա մինչև այժմ հիմնականում համայնքային հանդիպումներ են եղել եւ նախորդիվ նաեւ Կամբերայում եղել է քաղաքական գործիչների հետ հանդիպում, այնուհետև Մելբուրնում մասնակցություն եմ ունեցել ուրեմն հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, շփվել մեր հայրենակիցների հետ, երեք Սիդնեյում արդեն նույն նպատակով կազմակերպված հրաշալի միջոցառմանը մասնակցություն ունեցա տեղում նաև որոշակի շփումներ մասնակցող խորհրդարանի անդամների հետ, տարբեր ուրեմն անձանց հետ եւ ծրագրի հաջորդ մասում, այսինքն երկուշաբթի, երեքշաբթի օրներ ենք դեռևս մեր հանդիպումներ ունենալու եւ նաեւ պետք է արևմտյան Սիդնեյի այո, ճիշտ է միջոցառմանը մասնակցեմ 27 թե 28-ին է պլանավորված եւ այդ ընթացքում նաեւ որոշ падգամավորների հետ արդեն հանդիպումներ կան նախատեսված հիմնականում օրակարգը մեր խնդիրներն են արցախցիների հայ ժողովրդին վերաբերող հարցերը, որոնք մեզ համար մեծ կարևորություն ունեն եւ վստահ եմ, որ այդ առիթը կկարողանամ օգտագործել մեր շահերը առաջ մղելու համար։ Այո, իսկապես բավական մեծ առաքելություն է կգարձեմ եւ կքննադենք ձեր ներկայությունը այսօր հոս այս աշխատանքները դանելու։ Բարոն Ստեփանյան, այսօր դուք երեք ինչպես գլխավոր բանախոսն եք Սիդնեյի ապրիլյան եղերնի կամ ասենք հայոց ցեղասպանության 110-րդ ամյակի ողջագոչման այդ գլխավոր հանդիսության ձեր խոսքը բավականին դպավորիչ էր եւ կգարձեմ, որ բոլոր այդ ներկաները հանգարց այսպիսի մթնոլորտի մեջ թրավ, որտեղ շատ խոր եւ այսպես հերանեկարային ձևով ամեն ինչ ներկայացուցիկ դուք որպես վերջին բաժինը ձեր խոսքին, որ շատ դպավորեց մեզ շատերուն, պատկամ մտվիկ այդտեղը եւ ասիկ որ կխնդրեմ որ չլքեք Արցախը, կխնդրեմ որ Արցախի գողքին շարունակեք գնալ եւ հավատալ Արցախի վերադիրանալուն։ Այս խոսքը ինչպիսի հիմերու վրա այսպես մեզի ինքնավստահ պատկամեցիք։ Նախ սկսենք նրանից, որ Արցախի ժողովրդի կամքն է դա, որ եւ իմ խոսքի մեջ դա հղեցի, որ
ես լիազորված եմ փոխանցելու Արցախի ժողովրդի սրտի խոսքը, գիտեք, երևի թե այս ամեն ինչից հետո ինչ որ կատարվեց մեզ հետ, ամենամեծ հիասթափությունը արցախցիների մոտ պետք է լիներ, որտեղ հայրենազրկվել են, կորուստներ են ունեցել, իրենց ամբողջ կյանքն է տակնու վրա եղել, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, եւ ես իմ ընտանիքի օրինակով եմ ուզում ասել, որ չկա մի օր, որ մենք Արցախ վերադառնալու մասին չխոսենք, չկա մի օր, որ Արցախի նկատմամբ մենք մեր իրավունքներից կամ պահանջատիրությունից հրաժարվենք։ Ցանկացած սեղանի շուրջ միշտ խոսվում է դրա մասին եւ սա ոչ թե սոսկ ինչ որ ցանկություն հույս է, այլ նաեւ մեզ հայ ժողովրդին այս հարցում պայքարի մղելու հստակ օրակարգ է։ Հիմա եթե խոսենք իրավունքների մասին կամ հիմքերի մասին, որ դուք նշեցիք, հիմքերը բազմաթիվ են, սկսած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, որը հստակ արձանագրել է, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի անխոչնդոտ եւ անվտանգ վերադառնալու սեփական տներ, սկսած ուրեմն Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ բանաձևեր է սա հարցով, տարբեր պետությունների հայտարարություններ, այդ թվում Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի երկրներ, որ Ամերիկայի երկրներ, որոնք որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ունեցել են դերակատարություն։ Եվ ամենավերջին օրինակը ասեմ, Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևը, որով գործադիր մարմնին ուրեմն պատգամ է տրվում կամ հրահանգվում է կազմակերպել միջազգային կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության վերաբերյալ կոնֆերանս, որը հնարավորություն կտա Արցախի ներկայացուցիչներին, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկելու, այդ թվում նաև վերադարձի վերաբերող հարցեր։ Գիտեք, ես չեմ ուզում, որ իմ ասածը շատ անհիմն հույսեր առաջացնի ոչ արցախցիների եւ ոչ էլ մեր ունկնդիրների եւ ակնդիրների մոտ, ես ուզում եմ վերահաստատել, որ մենք ունենք արձանագրված այդ իրավունքը եւ ես կարծում եմ, որ այդ իրավունքը պետք է պաշտպանել եւ առաջ մղել։ Դրա համար հիմքերը կան, դրա համար պետք է ամենօրյա աշխատանք եւ ով գիտի, այսինքն այս ամենօրյա փոփոխվող աշխարհում մեր աշխատանքը ի վերջո կհանգեցնի նրան, որ մենք կարողանանք վերադառնալ մեր սուրբ հայրենիք։ Հրաժարվել Արցախից, պատմության ընթացքում Արցախը շատ վայրիվերումներ է տեսել, շատ։ Ամբողջությամբ հայաթափվել երևի չի եղել, բայց եղել են ժամանակներ, երբ հայ բնակչությունը մեծ թվով լքել է Արցախը, բայց հետո վերադարձել է եւ նորից ստեղծել է իր պետականությունը, ստեղծել է իր պայքարը, շարժումը մայր հայրենիքին միանալու։ Այսինքն պատմության ամբողջ ընթացքի մեջ մեզ հետ կատարված ընդամենը մի փոքրիկ հատված է եւ ես մեր սերունդները պարտավոր ենք տանելու այն առաքելությունը, որ միգուցե վաղը Արցախը նորից հայկական կլինի։ Այո։ Խոսելով անշուշտ մեր սիրելի Արցախի մասին, Արցախահայությունը այսօր, դեղահանված Արցախահայությունը, որ Հայաստանի մեջ զանազան դժվարություններ թիմակրավելով արդեն իսկ 2023-ի սեպտեմբերին ի վեր գործե կյանք հաստատել, գործե իր ոտքերուն վրա գնալ։ Այսօր այս 2 տարի մկրեթև մոտավորապես անցած այդ թվականին ինչ վիճակի մեջ է Արցախահայությունը Հայաստանի մեջ։ Իրականում Արցախահայության իրավիճակը բավականին բարդ է այս պահին Հայաստանի Հանրապետությունում, հիմնական խնդիրները եւ սոցիալ-տնտեսական իրավունքների հետ են կապված եւ նաեւ երբեմն հանդիպող ցավով պետք է արձանագրեմ, երբեմն հանդիպող այդ ատելության խոսքի կամ լարվածության դրսևորումները։ Սա մի դատապարտելի երևույթ է, որի դեմ պետք է պայքարենք բոլորս, որովհետև հայ ազգը պետք է բոլոր հարցերում միասնականություն ցուցաբերի եւ առնվազն միմյանց նկատմամբ
տարբեր համոզմունքներ ունենալու պատճառով ատելություն չգեներացնի։ Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, տեղահանությունից հետո Հայաստանի կառավարության կողմից, միջազգային կազմակերպությունների կողմից, հայկական Սփյուռքի կազմակերպությունների կողմից իրականացվել են որոշակի ուրեմն ծրագրեր, որոնք օգնել են արցախցիներին որոշակի կայունություն ունենալ, սոցիալ-տնտեսական կայունություն ունենալ։ Այդ առումով օրինակ Հայաստանի կառավարության կողմից իրականացված բնակարանային կամ վարձի հատուցման ծրագիրը շատ կարևոր մի ծրագիր էր եւ ըստ էության այդ ծրագիրը նաեւ այն ամենակարևոր կենսական նշանակություն ունեցող ծրագիրն էր, որը թույլ տվեց, որ արցախցիները կարողանան ապրել մայր հայրենիքում, չարտագաղթեն եւ իրենց ապագան փորձեն կապել Հայաստանի Հանրապետության հետ։ Ցավոք սրտի վերջին շրջանում կառավարության կողմից կա որոշում այդ աջակցությունը դադարեցնելու կամ կրճատելու, ինչը լրջագույն խնդիր է եւ ավելի ծանր իրավիճակի մեջ է դնելու արցախցիներին։ Եվ նաև այդ հանրահավաքը, որ կազմակերպվեց մարտի 29-ին Ազատության հրապարակում, այդ նպատակը ուներ բարձրաձայնելու արկա սոցիալական ծանր իրավիճակի մասին։ Իրապես դա մենք ոչ թե ինչ որ չաշխատել եւ նպաստանալու համար ենք դա ասում, այլ անգամ աշխատելով, բոլորս գիտենք Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը տնտեսական աշխատելով հնարավոր չէ եւ լուծել սննդի այլ կենսական հարցեր եւ միաժամանակ բնակարանային ապահովման հարցը։ Շատ ճիշտ։ Այո, եւ այս հարցի շրջանակում կուզենայի նշել, որ մենք նաեւ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները բավարար չեն եւ Ավստրալիայի քաղաքական տարբեր գործիչների հետ հանդիպումներում ես նաեւ դրա մասին եմ բարձրաձայնելու ոչ միայն Ավստրալիայի, որ Հայաստանը ինքը կարիք ունի աջակցության 120-150 հազար փախստական ունենալ կամ տեղահանված ունենալ նշանակում է մեծ ծախսեր։ Իսկ դրա համար միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր մարդասիրական կազմակերպություններին։ Իսկ ցավոք մինչև հիմա ցուցաբերված աջակցությունը բավարար չէ։ Բավարար չէ։ Այո, բավարար չէ։ Հարցերը շատ են, որոնք միանշանակ միայնակ դժվար թե Հայաստանի Հանրապետությունը կարող է գլուխ անել, բայց եւ դրա համար կա միջազգային պրակտիկա, որ նման դեպքերում պետությունները հասնում են աջակցության։ Եվ նաեւ Ավստրալիայից մեր ակնկալիքը դա պետք է լինի, որ այս բացարձակ հումանիտար հարցում աջակցություն ցուցաբերել։ Անպայման, այո։ Իմիջայլոց մենք Հայաստանի ներկա իշխանությունը մենք շատ առիթներով գտեցնենք, կոնե մամուլի էջերով ալ գտեցնենք, որ շատ անգամներ բավարար չափով ոչ քաղաքական կետնի վրա գործե Արցախցի եւ Արցախահայության իրավունքները պաշտպանել եւ ոչ ընկերային հասարակական կետնի վրա քիչ զարմանքի մեզի գտանի այդ երևույթը, որ այսօր մենք միշտ ասած ենք, որ Արցախը Հայաստան է, Արցախը Հայաստանի մեկ կարևոր մեկ բաժինն է հայ ժողովրդի մանավանդ ներկա մեր պատմության ամենակարևոր մեկ մասնիկն է, ինչպես կրնալալ, որ իշխանությունը այսպես կվերապերի ասկան կարևոր հավաքականությանն վերապերյալ։ Շատ կարևոր հարց է եւ հարց, որ նաև մեզ արցախցիներիս է շատ հուզում։ Հայաստանի կառավարությունը ըստ էության իր համար փակել է Արցախի թեման եւ երբ որ հարցնում ենք թե ինչի չի խոսվում վերադարձի իրավունքի մասին կամ Արցախի նկատմամբ մեր իրավունքների մասին, շատ բարձ երևում է իրենց պատասխաններից, որ Հայաստանը գնում է ամեն գնով խաղաղություն հաստատելու կամ բոլոր զիջումները անելով խաղաղություն հաստատելու ճանապարհով, իսկ այդ ճանապարհին խոսք լինել Արցախի մասին չի կարող։ Այսինքն սա քաղաքականություն է, որը վարվում է Հայաստանի կառավարության կողմից եւ դա իրենց համոզմունքն է, իհարկե մենք դեմ ենք դրան եւ Հայաստանում եւ Սփյուռքում բազմաթիվ մարդիկ դեմ են այդ քաղաքականությանը,
բայց քանի դեռ իրենք են իշխանության, իրենք են այդպես վարվում։ Այդ հարցում մենք գիտենք նաև, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ պահանջագիր ենք ներկայացրել Հայաստանի կառավարությանը 12 կետից բաղկացած եւ այդ պահանջագրի մեջ կան եւ սոցիալական իրավունքների վերաբերող հարցեր եւ նաեւ քաղաքական իրավունքների վերաբերող հարցեր։ Օրինակ ԵԱՀԿ Մինսկի խումբը չլուծարելու կամ միջազգային դատարաններից հայցերը հետ չկանչելու մասին պահանջներ, սրանք մեզ մեր իրավունքների պաշտպանության տեսանկյունից անկյունաքարային նշանակություն ունեցող հարցեր են։ Ակնկալում ենք, որ ականջալուր կլինեն, իհարկե ցավով պետք է նշեմ, որ մեծ հույս չունեմ, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մենք պատրաստ ենք պայքարելու մեր իրավունքների համար։ Ինչ վերաբերում է սոցիալականին մասով, Հայաստանի կառավարությունը ես չեմ ուզում գնահատական տալ, որ միգուցե այդ քաղաքականությունը միտված է նրան, որ արցախցիները լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ուզում այսպիսի գնահատական տալ, բայց կարող եմ հստակ արձանագրել, որ սոցիալական աջակցությունների դադարեցումը դրան է տանելու։ Եվ եթե կառավարությունը չի գիտակցում, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այո, այն ինչ որ արվում է սոցիալական աջակցության ոլորտում, եթե դա էլ չարվի, դա մարդկանց մղելու է արտագաղթի։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը ուզում է, որ դա չլինի, պետք է ուղղակի այդ քայլերից զերծ մնա։ Այո, իրականության մեջ, եթե ինչպես քիչ առաջ դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, որ օդար, այսինքն ոչ օդար, թե հայկական եւ թե ոչ հայկական մարդասիրական եւ բարեսիրական գազམ་ագերբություններ արդեն իսկ մեծ ծրագիրներ գործեքրեն Արցախի համար, օրինակ Հայօգնության միությունը, Թուֆենկյան հիմնադրամը, նույնիսկ բնակարաններ գշինեն մեր Արցախ հայ քույրերուն եւ եղբայրներուն համար, որովհետեւ մեջը իրենք որոշ երկարադեն ապրին եւ քոնե բնակարանային այդ հարցը չունենան եւ մյուս կողմը ինչպես կրնանք մենք սպյուրքին մեր հայրենագիցներուն քաչալերել, որ դակավին իրենց մեջ հույս տնել, որ օգնենք, երբ գտեսնենք, որ հոն մեր հայրենիքի կետնի վրա, հողի վրա մեր իշխանությունները նույնիսկ այդ մեկը չեն աներ։ Ասե խնդիրը անցոր համար չեն գուզեր, որ մեր Արցախ մեր հայրենագիցները հուսախապության մատնվին։ Դե դա իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք, իհարկե հասկանում եմ, որ բոլորիս առաջնային ակնկալիքը Հայաստան պետությունից է, որովհետև դա բոլոր հայերի երկիրն է եւ էլ որ երկիրը, եթե ոչ Հայաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի եւ դեր կանգնի հայերին կամ իր քաղաքացիներին կամ ոչ քաղաքացի հայերին։ Եվ դա է նաեւ պահանջը, որ մենք հենց կառավարությունից ենք ակնկալում այդ հարցերի պատասխանները։ Իհարկե մեր ակնկալիքը նաև միջազգային հանրությունից է, որովհետև նման մեծ հումանիտար աղետի պարագայում պատասխանատվություն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, բայց Հայաստանը նաև որպես ընդունող երկիր ունի կոնվենցիոն բազմաթիվ պարտավորություններ եւ մենք ակնկալում ենք, որ այդ պարտավորությունները կկատարվեն։ Հույսով ենք։ Բարոն Ստեփանյան, մեր սրդի ամենամեծ ցավը այսօրերուն գարձեմ յուրաքանչյուր հայու եւ սպիրկահայու եւ կամ հայրենիքեն ներս, անոնք որոնք Արցախով եւ Արցախի իրավիճակով հետաքրքրված են, մեր ռազմակերիներու վիճակն է, որ Բաքուի բանդերու մեջ այսօր նույնիսկ չեն կրնար Երևակայել, որ դերևս ինչպիսի խոշտանկումներու գենթարկվին։ Արդյոք այդ ուղղությամբ ինչ կրնակ ասել։ Իրապես ամենադժվար մեզ համար ամենացավալի հարցերից մեկը հայ ռազմագերիների հարցն է։ Մենք հաճախ իրավապաշտպաններով չենք անվանում նրանց ռազմագերի, այլ անվանում ենք պատանդ, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Պատանդ պահում են անձանց քաղաքական տարբեր նպատակահարմարություններով եւ այն ինչ որ մենք տեսնում ենք, դա հենց դրա մասին է խոսում, այսինքն Ալիևյան ցեղասպան ռեժիմը մեր հայերին պահում է այնտեղ որպես քաղաքական գործիք Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի դեմ օգտագործելու համար եւ խախտելով միջազգային բոլոր մարդասիրական իրավունքները, մարդու իրավունքները,
խոշտանգելով, կտանքների ենթարկելով անձանց, անգամ թույլ չտալով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին մոնիտորինգ իրականացնելու, նրանց առողջական վիճակի մասին տեղեկանալու կամ պահման պայմանների մասին կամ թույլ չտալով միջազգային փաստաբանների ներգրավելու այդ կեղծ դատավարություններին։ Իհարկե դատավարությունները շինծու են, կեղծ են, բայց գոնե այդ իրավիճակում բազմիցս դիմել ենք հնարավորություն ստեղծելու, որ ոչ թե ինչ որ ադրբեջանական կամակատար փաստաբաններ պաշտպանեն մեր պատանդներին, այլ ունենանք հնարավորություն միջազգային փաստաբաններ ներգրավելու։ Կարծես թե միայն Ռուբեն Վարդանյանի պարագայում է, որ դա այս պահին կա, այն էլ ունենալով փաստաբան միջազգային, անգամ այդ մարդը չի կարողանում այցելել Բաքու եւ մասնակցել այդ դատավարություններին։ Մեր այս ուղղությամբ մեր կատարվելիք աշխատանքը հետեւյալը պետք է լինի եւ ըստ էության արվում է։ Նախ էլի գալով դրան պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ուղղորդեն եւ կարեւոր դեր ունենան այդ process-ի մեջ, որովհետեւ բանակցողը իրենք են ադրբեջանական կողմի հետ։ Ցավոք սրտի այս հարցը միայն իրավական ճանապարհով լուծում չունի, այսինքն չես կարող ասել, որ այս մարդկանց իրավունքները խախտվում են, Ադրբեջան պարտավոր է վերադարձնել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ հետևի իրավունքի տարին կամ իրավունքի պարտադրանքին, եւ անձանց ուղղակի օգտագործում է քաղաքական նպատակներով։ Ուստի եւ տարբեր երկրների հետ հարաբերություններում, քննարկումներում, միջազգային հարթակներում կամ Ադրբեջանի հետ քննարկումներում առաջինը հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է բարձրաձայնեն հայ պատանդների հարցը։ Բայց բացի դրանից մենք ակնկալում ենք եւ աշխատում ենք նաեւ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ, Սփյուռքում գործող անհատների հետ, տարբեր պետությունների իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որ տարբեր պետությունների ճնշումը Ադրբեջանի վրա բարձրացնենք, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ ամեն օր մեր պատանդներին այնտեղ պահելը իր վրա թանկ գին է նստում եւ ինքը ուղղակի պարտադրված լինի ազատ արձակել հայ պատանդներին։ Եվ COP29-ից նախորյակին մենք ամբողջ Սփյուռքի հետ տարբեր օջախներում մեծ արշավ իրականացրեցինք տեղեկատվական եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք որ իրենց մասնակցություն են ունեցել։ Եվ վերջին շրջանում, երբ որ հրապարակվեցին Բաքվի բանտում խոշտանգված Ռուբեն Վարդանյանի նկարը կամ մյուս մեր գերիների նկարը, սա շարունակական աշխատանք է, պետք է համադրել բոլոր ջանքերը, որ ճնշումը Ադրբեջանի վրա զորանա։ Այո, մենք ալ գհուսանք եւ հույսով ենք, որ այդ մեկը շուտով իր լուծման գահանքի։ Եվ վերջին եզրափակիչ հարցումս պիտի լար բարոն Ստեփանյան, որ ինչ են այսօր ձեր դպավորությունները Ավստրալիո համայնքեն, ասկան հերու հայրենիք են, ինչպիսի համայնք մտեսակ կոնե աս շատ գարջ օրերուն կամ երեկվա այդ ներկայությունը ժողովրդին։ Ես իհարկե ժամանակը կարճ էր, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեմ, բայց տպավորված եմ եւ Մելբուրնում կազմակերպված միջոցառումից եւ անկեղծորեն երեք, երբ որ լսում էի, որ ավստրալիահայ մանուկները երգում էին Արցախի հիմնը, դա ինձ համար մի հրաշալի երևույթ էր, անկեղծ պետք է ասեմ։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գիտակցել հայկական արժեքները հայ ժողովրդի համար էս կարևորագույն նշանակություն ունեցող հարցերը ամենափոքր տարիքից դա ուղղակի աննկարագրելի է։ Իսկապես զգացողությունները շատ դրական են եւ երիտասարդությանը ես տեղում էլ արտահայտվեցի, ասեցի, ես ինչ աշխույժ երիտասարդություն կա։ Ես աշխատանքի բերումով հաճախ եմ տարբեր համայնքներում լինում, հայկական համայնքի, հայդատի հանձնախմբերի հրավերներով եւ կարող եմ ասել, որ
այնինչ տեսա 3 երիտասարդների ակտիվության, աշխուժության տեսանկյունից շատ քիչ համայնքներում եմ տեսել։ Այսինքն գովելի է, որ մեր երիտասարդները Ավստրալիայի հայկական համայնքում այդքան կապված են այդ հարցերի, հայկական հարցերի հետ։ Եվ ուզում եմ նորից եզրափակելով մեր զրույցը շնորհակալություն հայտնել իրապես շատ ջերմ մտցնության համար։ Ես երեկոյան խոսում էի ընտանիքիս հետ, զանգով հարցնում են, հա, ինչպես են քեզ դիմավորել, ասում եմ շատ ջերմ են դիմավորել, ընդհանրապես շատ բարի մարդիկ են այստեղ ապրում, եւ հայերը եւ ոչ հայերը։ Արցախը եւ արցախահայությունը։ Դա շատ լավ հստակ երևում է վերաբերմունքից, ինչի համար իրապես շատ շնորհակալ եմ եւ ակնկալում եմ, որ այդ վերաբերմունքը թե աջակցությունները արցախցիներին, որ միշտ եղել է եւ կարծում եմ, որ պետք է լինի, թե թիկունք լինելը, թե պահանջատիրությունը շարունակելը մշտապես կլինի ավստրալիահայ համայնքի առաջնահերթություններից։ Շատ շնորհակալ ենք պարոն Ստեփանյան ձեր այս սուղ ժամերուն համար, որ այսօր իրապես դրամատրեցիք մեզ այս շահեկան զրույցին, ցեզի եւ ձեր աշխատանքին փյուր հաջողություն կմաղթենք եւ հույսով ենք, որ հաջորդ անգամ որ ցեզի տեսնենք անգամ եւս Ավստրալիո մեջ, որ կփապակին անշուշտ թերևս մեր Արցախը այլ վիճակի մեջ լա, թերևս այնինչ որ այսօր խոսեցանք, իրականություններ դառնան ցանկությունները։ Ես եմ շնորհակալ եւ միանում եմ ձեր մաղթանքին։ Շնորհակալություն։ Եվ այսպիսով հարգելի ագընթիրներ, մենք հասած ենք մեր հարցազրույցներու հայտակրի ավարտին, այսօր մեր հյուրներ Հայաստանեն հատկապես Ավստրալիա հայտադի հրավերով հրավիրված Արցախի մարդու իրավունքներու պաշտպան բարոն Քեղամ Ստեփանյանը։ Academy for Early Learners մանկաբարձը դարիմը եւս կրկապած գտնունի ծեր երեխաները իր հարգեն ներս իր փորձարու ուսուցիչներով մանկավարժական ու գրթական օգտաշատ ծրագրով հայերեն լեզվով նաեւ գդարվող տասանյութերով գետրոնա գխոստանա ծեր երեխային հրամցնել բարձրորակ գրթություն խաղերով բարով եւ երկերով լեցուն հաջելի ժամեր մանկաբարձը գործե շաբաթը 5 օր երկուշաբթի օրվանե մինչև ուրբաթ հասցենե 17 Bandalong Avenue West Pymble հավելյալ մանրամասնությանց եւ արձանագրության համար հաջեցեք թիմել Գետրոնի վարիչ տնօրեն եւ սեփականադեր Դիգին Քրիստինա Լեպեջյանին 0434 715 270 համարին Սիդնեի հայ քաղաքին քաչ ցանոթ EM Funerals տաղման սպասարկությունը ծեր դրամատրության դագե ամեն օր եւ ամեն ժամ ծեր ամենադժվար ու ամենավշտալի բահերուն աճակցության մխիթարանքի եւ սփոփանքի իր մասնակի դացած ծառայությունը ապահովելով ցեզի եւ ծեր սիրելիներուն EM Funerals տաղման սպասարկության սեփականադեր Դիգին Էլո Մգրդիչյանը գխոստանա ծեր հարազատին մատուցել հրաժեշտի ու հարկանքի կերազանց թաղմանական սպասարկություն։ Ձեր հարցումներուն եւ առաջարկներուն համար գրնակ հեռացայնել 0405 675 571 եւ կամ 1300 076 100 համարին։ EM Funerals տաղման սպասարկության գրասենյակի հասցեն է Suite 7 Level 1 174 Willoughby Road Naremburn EM Funerals տաղման սպասարկությունը հբարդորեն գերաշխավոր է Armenia Media ընկերակցության առցանց հաղորդումները Ձեր բնակարանի կետնահատակը եւ կամ լոքարանի ու լվացարանի բادرը ավելի եւս կեղեցկացնելու եւ դարվան բոլոր եղանակներուն համապատասխանող ճաշակով հարթարելու համար անվարան դիմեցեք Carpet Court կորքավաճառքի հանրազանոթ ընկերության Սիդնեի Wright, Crows Nest, Chatswood եւ Willowwood արվարձաններու մեջ գտնվող իրենց քեղեցիկ ցուցասրահներով Carpet Court-ի աշխատագիցները ցեզի համար կապահովեն զանազան բարձրորակ եւ քունավոր սալիկներ քորքեր եւ դաղթագամաձեր մեր խորին շնորհակալությունը կհայտնենք Armenia Media ընկերակցության գլխավոր երաշխավոր Carpet Court-ի սեփականադերեր Դեր եւ Դիգին Գարբիս եւ Հայգուհի Սարյաններուն